Համջան 1000 ներողություն, պարոն Արտակ Սարգսյանի խոսք ենք տալիս ու դու ես։ Как свой, как свой. Я Бամերոցի պետք է ճաշենք ապե, բայց ինչ պետք։ Կամոջան կներես։ Պարոն Սարգսյան բարով ես եկել, առաջի անգամ եք մեր մոտ եկել։ Խնդրեմ ձեր հարցը ուղղեք երկու հարց։ Պարոն Դավիթ, շնորհակալ եմ հրավիրելու համար, պարոն Սեֆիլյան, հարգանքներս։ Երեք ձեր թիմակցի հետ էր հարցազրույցը, դե շատ հարցեր չեմ տա, ձեր թիմակցից Արա Պապյանի հետ էր հարցազրույցը, հիմա մի երկու հատ կարճ հարց։ Արժանացել եք խաչի առաջի կարգի մեդալի գնդապետ, թե փոխգնդապետ, ճիշտ եմ ասում։ Ինչքան հիշում եմ։ Մի մարդու կողմից ում դեմ դուրս եք եկել, հետո սատարել եք Նիկոլ Փաշինյանին, դուրս եք եկել այդ մարդու դեմ, ով որ ձեզ տվել է շքանշան ու տենց շքանշան առաջի կարգի շքանշանները կամ այդ գնդապետի ով է դվել, ինձ ասեք ով է դվել։ Սերժ Սարգսյանի օրոք է եղել, չէ՞ դա։ Չէ, սխալ ես։ Դա դեղի ունեցել 97 թվականին։ 97 թվականին։ Լավ, հիմա այս մարդուն որ դուք Եվ ես անցամ չեմ գնացել շքանշանը վերցնելու, հրաժարվել եմ։ Ողջունելի է։ Հիմա այս մարդուն որ դուք անասում եք շքանշանը գեներալների միջոցով հասցրել են ինձ։ Ողջունելի։ 97 թվական։ Ողջունելի է։ Հիմա այս մարդուն որ դուք անասուն եք ասում կամ կենթանի եք ասում, առաջի շարքերում այս մարդուն օգնել եք, սատարել եք, որ գա իշխանության, ճիշտ եմ։ Մասամբ, ես ակասեմ ինչու ոչ։ Մենք որովհետև պանդում ենք եղել, տեղյակ եք, նա որ իշխանության եկել է։ Դուք որ բանտում եք եղել, պանդում նստած իրեն իշխանության եք բերել։ Չէ, ուղղակի ձեր կալանքը, որ ես ժամանակ չեք, ձեզ կալանքա տրված եղե, թե հետո 6 միլիոն 500 հազարի, ինչքան գիտեմ։ Այո, բայց արդեն իշխանափոխությունից հետո։ Այսինքն գործարք է եղե։ Չէ, իշխանափոխությունից հետո, չէ, գործարք չի եղել, ես կասեմ ինչա դեղ ունեց, այսինքն ես կուզեի որ քո ունեցած դեղեցությունը ճշտենք, որտեղ ինչպես տեսնում ես որ այնքան է ճիշտ չի ունեցած դեղեցություն, նախ էդի ճշտենք, հետո ըստ այդմ հարցը ձևակերպենք։ Լավ, իշխանափոխությունից հետո կալանքը փոխվել է 6 միլիոն 500 հազարի, ճիշտ եմ։ Նայած մենակ իմ հետ չէր վերապերում, մենք 30 քանի հոգով պանդերում էինք գտնվում, ամիսների ընթացքում գամած գրավով մեզ այսպես ֆիզիկապես ազատության մեջ ենք գտնվել։ Եվ բադահական չէր այդ գամացը, այսինքն 18 թվականի փոփոխությունը ես այս հարցին մի քիչ պիտի փորձեմ ավելի հիմնավոր պատասխանել, որ իրար հասկանանք, հա, Արտակ ջան, հա, փորձեմ։ Ուրեմն 16 թվականին դեղի ունեցավ հայտնի ապստամբության փորձը եւ այդ փորձի պատճառով Մոսկվայում հասկացան, որ Հայաստանում այլևս Սերժ Սարգսյանը չի կարողանում իրավիճակը վերահսկի։ Եվ եթե հիշում եք հայտնի գործողությունից հետո 16 թվականի հուլիսյան գործողությունից հետո շատ կարճ ժամանակ հետո Կարեն Ղարաբեդյանին ուղարկեցին այստեղ վարչապետ։ Եվ Սերժ Սարգսյանին ասացին, որ պատրաստվիր իշխանությունը փոխանցելու Կարենին, քանի որ ինչպես տեսնում ես, դու արդեն ժողովրդի ադելությունը քո նկատմամբ ինչքան բարձրացել է, հնարավոր չէ այլևս դու շարունակես։ Եվ 18 թվականը մենք պիտի հասկանանք, որ մեծ հաշվով կոլորշի բաց թողելու նպատակով է տեղի ունեցել։ Տեղեկությունները դες որտեղից Սերժ Սարգսյանն է ասել։ Ամեն տեղից, չէ, բացի Սերժ Սարգսյանից, շատ տեղերից։ Այսինքն հիմնավոր տեղեկությունները Սերժ Սարգսյանից,
Եթե երկու հոգի են, Կրեմլը կամ Սերժ Սարգսյանը, կամ Կրեմլն է ասե կամ Սերժ Սարգսյանը, ով է։ Ինչու է աշխարհը Կրեմլն ու Սերժ Սարգսյանն են։ Բազմաթիվ դեղերից եւ նաեւ ինչ որ դեղեցություն ստանում ես, դա պիտի չի ընդունես որպես հալածյուղ, հետո ինքը ժամանակը ցույց է տալիս ինչն է ճիշտ, ինքը չի սխալ։ Պարկասո այսօր կարող ենք արդեն հանկիստ նաեւ վերլուծել այդ մեր ունեցած դեղեցությունների հիման վրա։ Այսինքն 18 թվականի փոփոխության նպատակը Կոլորշի փաստողելն էր, որովհետև եթե Սերժ Սարգսյանը չհերացվեր 18 թվականին, 16 թվականի ապստամբությունից հետո Հայաստանում օր-օրի լարումը մեծանում էր եւ ծայրահեղ քայլերի թիմելու շրջանակների քանակը օր-օրի մեծանում էր։ Այս ամեն ինչը հատուկ ծառայությունները ֆիքսում էին եւ հասկացել են, որ եթե իրենք չանեն փոփոխություն, այդ բայթունը դեղի է ունենալու։ Եվ 18 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելը, որը Կրեմլի միջոցով դեղի ունեցավ մեծ հաշվով, դրա գլխավոր նպատակը այդ Կոլոշին փաստ թողելն էր։ Եվ ամենակարևոր անգամանքը, այդ փոփոխությունը, որ դեղի է ունենալու, նախորդ որոշված էր։ Ես այդ ինֆորմացիան փետրվար ամսին եմ իմացել։ Ագավին ոչ 18 թվական փետրվար ամիս։ Ուրեմն փոփոխությունը պիտի լինի եւ բանդում գտնվող քաղաքական պատճառով բանդարգված մարդիկ, մասնավորապես մեզ, ասածներին, պիտի բանդից բաց թողնել շատ դանդաղ։ Ոչ երբեք միանգամից բոլորին։ Եթե նկատեցիք ավելի 23-ին, երբ որ արդեն Սերժը չկար, իշխանափոխություն, բանդերի դռները չբացվեցին։ Մենք շարունակեցինք մնալ։ Միայն այս հանգամանքը ինքը ապացույց է, որ Հայաստանում հեղափոխություն դեղի չի ունեցել։ Եվ միայն այն ամիսներ տևեց, որ մենք դուրս գանք։ Ես դուրս եմ եկել, ինչքան հիշում եմ, հունիսի կեսերին։ Այսինքն փոփոխությունից փոխվելը ավելի շատ է դատապարտվել, չէ՞։ Ցմա, ասենք 8 տարին ցմա է դարել։ Շատ բան չկա, այսինքն այստեղ մի հոգ Ես իմ կապն է, թե դատագրի ժամանակ խափաման միջոցները փոխվեց, այդպես դուրս եկանք մենք։ Ոչ թե վճիրները ավելի ուշ են տեղի ունեցել եւ այդ վճիրների պատճառով ազատ խափաման միջոցները, ովքեր ազատության մեջ են, մի մասը այդ պատճառով այսօր Վարոժան Ավետիսյանի գլխավորությամբ փանդում է գտնվում։ Ինչ եմ ուզում ասել, որ ես շատ գուզեի, որ շատեր այս հանգամանքը իմանան, որ մենք ամսի 23-ին միանգամից ազատության մեջ պետք չէ լինենք, որովհետև եթե մենք ազատության մեջ լինեինք, ավելի 23-ից սկսյալ, փոփոխությունների վրա մենք գազդեինք, որ այսպիսի ձուր ուղղությամբ չգնար, ինչպես որ գնաց։ Եվ այժմ ես որ ասում եմ, որ մենք լինելով ազատության մեջ մեծամասնությունը, սա ես դրական եմ ընդունում, որտեղ ես համոզված եմ, որ մեզ առաջիկա դեղի ունենալիք փոփոխությունները մեզ հաջողվելու է ազդել դրական իմաստով։ Ես նկատի ունեմ արմատական փոփոխություն ազգային իմաստով, ոչ թե ինչպես ասեցի, մի հիմարի բանոն, մի այլ թավաջանի բերեմ։ Պարոն Սեֆիրյան, Արտակ, ես կարծում եմ, որ դեղեցությունների ճշգրտման խնդիր կա։ Ես պատրաստ եմ ճշգրտելու, ես քիչ բան չգիտեմ։ Պարոն Սեֆիրյան, ուրախ եմ մի հարց, ասենք, ինչով կբացատրեք, որ ձեր այսքան պայքարը, ես չգիտեմ, քանի կուսակցություն կամ ՀԿ ստեղծված տարբեր, չէ, ազատագրված հողերի պաշտպանություն, սատարել եք կոնգրեսին, ես չգիտեմ, հետո վերջինը Բևերն է, ինչով կբացատրեք, որ ժողովրդի կողմից աջակցություն չեք ստանում, հայ ժողովրդի կողմից, հա, ու ասենք զինված 16 թվականի զինված ակցիան Սասնածռերի գնդի վրա, որը որ բերեց միայն հայ ազգի զավակների զոհեր եւ քաղբանտարկյալներ։ Հիմա դուք այդ ձևի պայքարը արդարացնում եք։ Երեք նույն հարցը տվել եմ պարոն Պապյանին, ուղղակի ուզում եմ տեսնել դուք։ Մենք եթե 18 թվականին իրական փոփոխություն լիներ, այսօր փանդում մարդ պիտի չլիներ եւ Սասնա ձրերը պիտի ամբարդ համարվեին
Ավելին ես կասեի, բոլորին պետք է նաև հերոսի գոչում տրվեր իշխանությունների կողմից։ Սպանելով հայերին։ Ուրեմն ապստամբելով գեղեցող համագարքի թեմ ապակաղոտացնելու նպատակով մեկ էլ ապստամբության փորձ հայությունը մոտ 1921-ին, փետրվար 18-ին է արել 100 տարի հետո մոտավորապես նորից ծուխ բարձրացավ Կրեմլից։ Կրեմլը երբեք այն կարծիքին չի եղել, որ այդ խեղճ ու գրակ հայերը ոնց կարան մի օր ապստամբության փորձ։ Իրենք այդ օրը հասկացան եւ այդ պատճառով Կարեն Ղարաբեդյաններին վազելով ուղարկեցին այստեղ եւ այլն եւ այլն։ Ուրիշ հարցեր կար ոնց որ ես մոռացա։ Ես հարց չունեմ, շնորհակալ եմ, պարոն Սեֆիլյան։ Աչայ մի էլի մի ճշտելու բան կար, որը սխալ էր, բայդակ մտքից ստրա։ Դա ինչ որ ընթացքում զոհվելա հայ ազգի դրաները այդ գործողությունը որ կատարվել է։ Ես կուզեի որ այդ գործողությանը մանրամասն ծանոթանալ ինչպես է եղել, որը պատմական ժամանակակցությունը գա, ինչպես են մտել, ով որտեղից ինչ գրագոց է եղել, ի սկզբանե դղաները բարձրախոսով հայտարարել են, որ ոչ մեկին այստեղ սպանելու չեն եկել, այս ամեն ինչ արձանագրված է, ամեն ինչը կա, դղաները երբեք մարտահրավերության նպատակով չէ որ այդ փորձը կատարել են, հակառակը իրենց վրա է եղել գրագոցը, այդ գրագոցից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել եւ առաջի զոհը որ տեղի է ունեցել մինչ օրս դակային ապացուցված էլ չի ում գրագոցով է տեղի ունեցել եւ որի բանտարկվածներին համար Սպատ Պարսեղյանը ծմա դատապարտված է այսօր իսկ ինչ վերաբերում է մյուս հաջորդ երկու զոհերը երեք զոհ է եղել ոստիկաններից երկու զոհերը բոլորը ով որ մոդիկից հետևել են բոլորն էլ գիտեն որ դրանք ոստիկանության կողմից են սպանվել գիտեք այդ մասին արդյոք ես տարբեր կարծիքներ եմ լսել պարոն Սեֆիլյան ես քեզ կզանոթացնեմ սպանվող ոստիկանի հորը քեզ կզանոթացնեմ ինքը քեզ գասի կհավատաս այդ ժամանակ ինձ չես հավատում Ես ձեր հետ դուքով եմ խոսում պարոն Սեֆիլյան, մենք իրար ընկեր չենք։ Ես էլ ուրեմն դուքով եմ ձեզ դիմում։ Արոն Արդակ, եթե հայրը ցեզ ասի այդ ամենը կհավատաք։ Մի քիչ կասկածը գցրի, իհարկե, եթե հայրն է, ապա կողմնորոշված։ Տեսնում եք այդ հայրը քանի անգամ կամերայի առաջ այդ միտքը հայտնել դուք դեղյակ էլ չեք։ Ես ցեզ անպայման Չէ, ես հավատում եմ Տեսանյութ ես կարող եմ ցեզ ուղարկել եւ եթե պետք լինի անձնապես նաեւ ծանոթացնել հորը։ Լավ, մենք անպայման կհանդիպենք, ես հավատում եմ տրասոլը։ Սերժ Սարգսյանի, Վովա Կասպարյանների գեղձ դեղեցություններով եք սնվել դուք։ Հասկանում եք, պիտի չի հավատալ այդ ոչրակորձներին։ Դրանք ոչրակորձներ են։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Իսկ ներկայիս ինչ են։ Ներկայիս իշխանությունները իրենց ծնած ոչրակորձներն են, որը շատ ավելի մեծ վնաս են բերել, քան իրենք միջայլոց։ Լավ, պարոն Սեֆիլյան, վերջի փոքր հարցը բանտում փակվածներին, ընտանիքներին աջակցում եք, օգնում եք ձեր սասնա ծռերի նկատի ունեմ։ Անշուշտ։ Ինչքան կարող ենք, ինչքան մեր ուժը, բայց հա, ես հիշեցի ծեր սխալ դերեկությունը ասելով, ուրեմն դուք ասեցիք, որ մեր ուժը քաղաքական ժողովրդականություն չի վայելում։ Ուրեմն ես ցեզ այսպես կպատասխանեմ։ Այսօր հայկական կյանքեն ներս դուք կարող եք ինձ մի հայկական գազագերբություն, քաղաքական գազագերբություն մատնացույց անեք, որը խնդիր դրած լինի քաղաքական եւ ունենա հազարավոր մարդիկ, որոնք իրենց գումարով ընդհանրում են։ Այս ինֆորմացիան հազարավոր մարդկանց անունները համացանցում Շրջանառության մեջ է, գաղտնի ինֆորմացիա չի։ Որևէ մեկ գազագերբության անուն կարող եք տալ հայկական։ Ես չեք կարող։ Ես չեմ հետաքրքրվում գումարով սատարել։ Այսօր հայկական կյանքեն ներս միակ գազագերբությունն է, որ համաս, աշխարհով սփռված հայությունը հազարավոր, հազար չի։ Մի քանի հազար հայ մարդ, ինչպես քիչ առաջ ասեցի,
Մենք մեծամասնությունը նույնիսկ միջին մագարտակից ցածը ունենք տոշակարուներ Հայաստան, տոշակարուներ ունենք, տոշակը վերցնում բերում են գրասենյակ։ Սա ժողովրդականություն չի, բա ինչա։ Այդպես մի գազམ་ակերպություն կա Հայաստանում այդպեսի գազམ་ակերպություն։ Պարոն Սեֆիլյան, էսի ընտեղը չի որ վիճենք, եթե ինձ թոշակ վերեն ես չեմ վերցնում։ Դեղեցություն եմ տալիս։ Հարգելի Արտակ, ես ցես դեղեցություն եմ տալիս։ Ես շնորհակալ եմ ձեր պատասխանների համար, խնդրեի Արմենին օգնեք բանտում նստած եւ իր ընկերոջ, իր ընտանիքին։ Արմենը նկատի ունես, Արմեն Բիլյանը։ Այո։ Արմեն Բիլյանը ինքն է։ Այո, Արմեն Բիլյանը ինքն է գաբը գտրել մեզնից։ Ոչ թե մենք։ Լավ։ Ես Արզե, ավարտեցի։ մենք ոնց կարող ենք օգնել, երբ որ նա հրաժարվում է, հրաժարվողին ինչպես օգնես։ Պարոն Սեֆիլյան, վերջի հարցը տախքի արաբի։ Անշուշտ։ Լավ, մենք կհանդիպենք խոսենք։ Շնորհակալություն, պարոն։ Շնորհակալություն Արտակ։ Բանի համար, հարցերի համար։ Պարոն Դավիթ ջան։ Ինձ Արտակը հարցրեց արաբերենով հարցրեց, արաբերեն խոսում եմ, ասեցի անշուշտ խոսում եմ։ Դավիթ ջան,